Ժողովուրդ օրաթերթը գրում է ազգային ժողովի պետիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը հաջորդ շաբաթ հանձնաժողովի նիստ է հրավիրել, այդ ձևաչափով լսելու նախաքննական մարմինների նախագահներին։ Ամենայն հավանականությամբ նիստը կկայանա ապրիլի 22-ին ազգային ժողովում։ Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը, հակակոռուպցիոն կոմիտեի նորանշանակ նախագահ Արթուր Նահապետյանը անցած աշխատանքների մասին հաշվետվություն կներկայացնեն ազգային ժողովի պատգամավորներին։ Գրում է թերթը։ Հրապարակ թերթը գրում է հերթական նիստերի ավարտից հետո ազգային ժողովը արտահերթ նիստ կգումարի։ Օրակարգում մեկ հարց է՝ հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագիծը, որով ֆիզիկական անձանց հայտարարագիր ներկայացնելու վերջնաժամկետը եւ որոշ կարգավորումներ կվերանայվեն։ Քաղաքացիները բոյկոտում են հայտարարագրման գործընթացը, ինչն է ստիպել է ժամկետները երկարացնել։ Առաջարկում են եկամուտների հայտարարագրման վերջնաժամկետ սահմանել 2025 թվականի նոյեմբերի 1-ը։ Գրում է թերթը։ Ժողովուրդ օրաթերթի տեղեկություններով հակակոռուպցիոն կոմիտեի գլխավոր քարտուղար Գերասիմ Մկրտչյանը մինչ ազատման դիմում գրել է կռիվ է տվել եւ չի ցանկացել ազատվել պաշտոնից։ Կոմիտեում կադրային ջարդ է սկսվել եւ նորանշանակ նախագահ ազատվում է կոմիտեի սկանդալային պատմության կենտրոնում հայտնված պաշտոնյաներից։ Թերթի տեղեկություններով Գերասիմ Մկրտչյանի պաշտոնանկության պատճառը ենթադրաբար փոխկապակցված է հայտնի գազի բանդայի հետ։ Գրում է թերթը։ Հրապարակ թերթը գրում է Արցախի ազգային ժողովը երեքշաբթի օրն ընդունել է սահմանադրական փոփոխությունների նախագիծը, որով պահպանեց Արցախի նախագահի պաշտոնը։ Ուշ երեկոյան հրավիրած նիստին 33 պատգամավորից 30-ը, այսինքն բոլորը, ովքեր գտնվում են Հայաստանում, մասնակցել են, այդ թվում Սամվել Բաբայանի միասնական հայրենիքի պատգամավորները, որոնց բոյկոտի պատճառով Հայաստանում հրավիրված նիստերը տապալվում էին։ Ասում են Սամվել Բաբայանը մտադիր է իր թեկնածությունն առաջադրել Արցախի նախագահի պաշտոնում։ Սահմանադրական փոփոխության համաձայն նախագահի լիազորությունները լրանալուց մայիսի 21-ից հետո խորհրդարանը կկարողանա նախագահ ընտրել 22 պատգամավորի ձայնով։ Եթե առաջին փուլով չընտրվի, երկրորդում 17 ձայնով։ Ուշագրավ է, որ Սամվել Շահրամանյանը չի հստակեցրել առաջադրվելու է թե ոչ, միայն հորդորել է ընդունել այդ փոփոխությունները, որ նախագահի ինստիտուտը չլուծարվի։ Իդեպ երեք Արցախի ներկայացության մոտ 2 տասնյակ ցուցարար էր հավաքվել, ըստ արցախցիների Բաբայանի կողմնակիցները, որոնք Շահրամանյանից պահանջում էին միասին գնալ դատախազություն եւ պարզել իր դիմումի ճակատագիրը։ Նա 2023 թվականի նոյեմբերի 8-ին դիմել էր դատախազություն, որ Արցախին նախկին պաշտոնյաների իրավախախտումների, յուրացումների վերաբերյալ քրեական գործ հարուցվի տարածված խոսակցություններին վերջ տալու համար։ Արցախի նախագահի ցուցումով դատախազությանն էին տրամադրվել Արցախի ներդրումային հիմնադրամի էլեկտրոնային կրիչները։ Ցուցարարները հայտարարել են, եթե Շահրամանյանը չի կարողանում թալանը վերադարձնել, թող հեռանա, Բաբայանը կգա կանի։ Սրանով մի քանի խնդիր են լուծում։ Բաբայանին նախագահ դարձնել եւ արցախցիների պայքարն ուղղորդել Արցախի իշխանությունների դեմ։ Գրում է թերթը։ Ժողովուրդ օրաթերթի տեղեկություններով չնայած այն հանգամանքին, որ Գյումրիում 3 ընդդիմադիր թեկնածուները Վարդան Ղուկասյանին քաղաքապետ ընտրեցին, բայց եւ այնպես Ղուկասյանը պետք է իշխանությունների հետ գործ ունենա, հարկ եղած դեպքում ենթարկվի իրենց։ Իշխանական կուլիսներում վստահ են, որ Ղուկասյանը հակաիշխանական քայլեր չի անելու, ու դա ակնհայտ երևում է նաեւ Ղուկասյանի զգուշավոր հայտարարություններից։ Թերթի տեղեկություններով իշխանությունը նպատակ ունի Շիրակի մարզպետ Դավիթ Արուշանյանին ներքաշել այս ամենի մեջ, որպեսզի մարզպետն ամեն կերպ Ղուկասյանին իրենցով անի։ Իշխանությունները օրինակ են բերում Սյունիքի համայնքապետերին, որոնց մարզպետի շնորհիվ կարողացել են իրենց դաշտ բերել, անգամ պաշտոնական այցերի ժամանակ նրանք դիմավորել են Նիկոլ Փաշինյանին ճաշել, քայլել նրա հետ։ Հիմա էլ վստահ են, որ Շիրակի մարզպետը կանի դա Վարդան Ղուկասյանի դեպքում գործընթացն ավելի հեշտ կլինի, քանի որ կոմպրոմատներ ունեն նրա եւ որդու դեմ։ Գրում է թերթը։ Հրապարակ թերթը գրում է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն անհետացել է։ Նա մի կողմ քաշված հետևում է արցախցիների օր-օրի խորացող խնդիրներին եւ պայքարին, բայց գրեթե ոչ միտեղ չի երևում։ Շահրամանյանը ոչ արցախցիների մարտի 29-ի հանրահավաքին երևաց, ոչ այցելել է Ազատության հրապարակում տեղադրված արցախցիների վրան, մինչդեռ ենթադրվում էր, որ պետք է հրապարակային ելույթներ ունենա եւ այդ պայքարն առաջնորդի։ Թերթի տեղեկություններով վերջերս նրա հետ բավականին ծանր խոսակցություն են ունեցել Արցախի ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավոր Նրան մեղադրել են անտարբերության, արցախահայության խնդիրներին անհաղորդ լինելու մեջ։ Թերթի աղբյուրները հաղորդել են նաև, որ Սամվել Շահրամանյանի այս տարօրինակ պահվածքը նոր չէ։ Նրան կուրացիա է անում անձամբ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը, ում վրա դրված է Շահրամանյանին չեզոքացնելու պատասխանատու գործը։ Գրում է թերթը։